Ինձնից աջ հատվածը հանդիմության ամբողջությամբ բացակայում է դահլիճից, իմ ասելիքները բավականին պակասել են, բայց ելի մեր երկու նախադասությամբ ուզում եմ կիսվել ձեր հետ, սա մեր մարզերում, շրջաններում, որ մեկին մի ուրախ առիթով հրավիրում են, հարցնում ես, ասում ես ովքեր եք նելու, ասում տնը ստանա ենք լինում, մենք մերոնցով, հետևաբար խոսքս վերաբերում է միայն մեզ։ Արդեն 8-րդ օրն ազգային ժողովում մենք լսում ենք Հայաստանի Հանրապետության դատախազին, քննչական կոմիտեի նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, եւ այդպես եւ այսօրվա մեր ընդդիմադիր գործընկերների ելույթները ամբողջությամբ տրամադրվում են հենց այդ կոնտեքստում, որովհետեւ տարիներ շարունակ մենք լսել ենք մամուլի հրապարակումներից, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի պաշտոնավորելուց հետո Հայաստանի Հանրապետությունից գողացել է միլիարդավոր դոլարներ։ Խոսքը 4 միլիարդի մասին է, եթե թիվը իրականում ճիշտ էլ չի, այն ինչ որ այսօր դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանի, դա շատ մեծ գույքի մասին է խոսքը։ 4 միլիարդ դոլարը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման տարիներին, որ բաժանում ես, ամեն օր 1 միլիոն 100 հազար դոլար գումարական։ Ամեն օր 1 միլիոն 100 հազար դոլարը մեր պետության բավականին մեծ պաշտպանական դիրքերի մասին է խոսում, մեր դպրոցների, մեր մանկապարտեզների, մեր սոցիալապես անապահովների, մեր թոշակառուների, մեր զինվորների, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձից տարած գումարը, որը դեռ հետ չի եկել։ Բայց ինձ ոչ այդ 4 միլիարդը, ոչ այդ գումարն է հետաքրքիր, ինձ հետաքրքիր է մի հարց, որ Ռոբերտ Քոչարյանը իր որդուն պետք է գործուղի ազգային ժողով եւ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի այս ամբիոնից պետք է պատասխանի մի հարցի։ 23 թվականի Հակարի կամրջի դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ քո հորողբեր Սերժը կամուրջից են կողմ ինչ են թողել, ինչն են կորցրել, ինչ է մնացել այնտեղ եւ ինչ է ստեղ։ Հենց էսա, որ պետքա 150 հազար հոգի մարդ, որ տուն տեղ կորցրած եկել աստեղ ապրում, այդ մարդկանց վերքի վրա աղայք անում։ Այդ մարդիկ, ովքեր գերեզման են թողել ձեր վարած քաղաքականության պատճառով, հիմա նայում են դրոշները, Արցախի դրոշը։ Այս խմբակցության հիմնական կորից դաշնակցությունն է, ով տարիներ շարունակ 100 տարի Թուրքիայի դրոշը վառել է, մտածել որ Արևմտյան Հայաստանի ու ցեղասպանության հարցն է լուծել։ Արցախի դրոշները բերել ազգային ժողովում դրել են, մտածել որ Արցախի հարցը լուծել են։ Բայց Արցախի իրական իշխանությունը երբ իրանց ձեռքին մնաց, իրանց ձեռքում հայտնվեց, այն հայտնի հնդկական կինոյում գլխավոր դերասանի մայրը լարմանտա գիթառ ավելի երկարապահել, քան իրանք Արցախի իշխանությունը։ Արցախում նորից եմ կրկնում, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժը իրանց բոթասներից որից է թայ թողել են, թե չեն թողել։ Եկեք կանգնեցեք ժողովրդի առաջ ասեցեք։ 150 հազար մարդու վերքի վրա նորից աղեք անեմ։ Ինչա պետք, ինչ պետք է անդամեն ինչ որ աղմուկ լինի, որ քաղաքական խոսույթը բացարձակապես չտարբերվի։ Այն ձևով ինչպես ոսկեպարում կանգնում ասում եք, ոսկեպարը եկեղեցին անցնում է թուրքերին։ Ոսկեպարցուն էլ ինչ կարած բացատրես, եթե այդ մարդու ուղեղը դամացրել է։ Ով եկավ ներողություն խնդրեց, Գիրանցի ժողովրդին ասես, բա Գիրանցի գերեզմաններից այս հատվածն ասում Ադրբեջանին։ Որ մարդկանց իրական անելիքներից չեղեք։ Իսկ ինչ է մարդկանց իրական անելիքը։ Երբ սահմանամերձ համայնքների բնակարանների ապահովման ծրագիրը փակվեց, ոսկեպարի բնակչության 99% դրանից չի օգտվել։ Կառավարությունը նորից ծրագիրը բացել է, որ այդ մարդիկ օգտեն, որովհետեւ այդ մարդիկ լարված մթնոլորտներին չէին հասկանում, այս պետությունն ինչ անում։ Իսկ պետությունն ինչ անում։ 1830 թվականին Բերքաբերի բնակչությունը եղել է 305 հոգի մարդ, որը մոտավորապես 60 տուն է։ 200 տարվա ընթացքում այդ 60 տունը դարձել է 120 տուն։ Մեր իշխանության, մեր կառավարման 4 տարիների ընթացքում Բերքաբերի 120 տունը ավելանում է 99 հաստատված ծրագրով։ Այս ժողովրդից այս իշխանություն ոնց եք ուզում վերցնեք։ Որին կարակ ասեք, այս իշխանությանը մի կտրի։ Ինչ եք ուզում։ Չեմ ուզում երկար խոսամ, բայց ասածս պնդում եմ։ Ռոբերտ Քոչարյանի որդին պետք է գա ստեղից հայտարարի, թե իրանք ինչ են կորցրել։